Մարդը անպատասխանատու է, հա։ Տիգրան Ավինյանը խորհրդարանում դժգոհում է իր թանկացրած տրանսպորտը բոյկոտող քաղաքացիներից։ Նրա հաշվարկով ուղևորների 20%-ը չի վճարում։ Մարդը անպատասխանատու է, հա։ Կարա չվճարի, չի վճարում։ Երևանի քաղաքապետը ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների դիտարկումներից հասկացել է, շատ հնարամիտ են բոյկոտողները։ Քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք։ Հնարամիտ ժողովրդի դեմ պայքարում ըստ Ավինյանի իրավիճակ կարող է փոխել օրենսդրության խստացումը։ 15,000 դրամ տուգանքը ըստ քաղաքապետի կարող է կասեցնել բոյկոտը։ Ես վստահ եմ, որ կփոխի եւ այդտեղ կասկած չունեմ։ Ավելի վաղ անգամ ԿՊԱ-ականներն էին Ավինյանին խորհրդարանում փակ դռների հետևում հասկացրել, որ եթե որոշեն պատժել տրանսպորտից անվճար օգտվողներին, դրանով ավելի են բորբոքելու քաղաքացիների դժգոհությունը։ Ամիսներ անց չկարողանալով լուծել ուղևորցի թերահավաքման հարցը, ԿՊԱ-ականները Ավինյանի գլխավորությամբ խնդիրն ուզում են լուծել տուգանքներով։ Տեսեք, ձեր ասած քաղաքացիները, երբ որ տեսնում են, օրինակ, SASI QR կոդն են անցկացնում կամ սև ցուցակում հայտնված քարտը, երբ որ ստացվում է իրենց մոտ այդ process, իրանք ինքը նաև փոխանցվում է, չէ՞։ Դե կարամ չվճարեմ, մյուս քաղաքացուն ասում են, մյուսը տեսնում է։ Ուզում ասեմ, այս process-ը ձեզ մոտ ոնց հասկացա 20%-ն այս։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ է, ինչ ա եղել, որ ժողովուրդ ջան։ Այդպես էլ կշարունակենք, կասի շնորհակալություն, ստեսություն։ Երևանի քաղաքապետարանը չի կարող թարմացնել ավտոպարկը եւ մեղավոր են բոյկոտող քաղաքացիները, ասում է Տիգրան Ավինյանը։ Միաժամանակ պնդում ու խոստանում, որ իր կառավարման օրոք մետրոյի աջափնյակ կայարանը կկառուցվի։ Ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, հա։ Ըստ Ավինյանի ամենաբարդ գործն արդեն արել են։ 7 ամիս նախագծի վրա աշխատել են եւ 2 օր առաջ հաստատել։ Մնում է շինարարական մրցույթ հայտարարել ու գումար հատկացնել։ Նոր կայարանի միայն նախագծի համար 2023-ին պետական բյուջեից 1 միլիարդ 100 միլիոն դրամ է հատկացվել։ 2022-ի հոկտեմբերին Փաշինյանը խոստացել էր, որ աջափնյակ կայարանի շինարարությունը 2024-ին կսկսվի։ Որպեսզի հերթական անգամ երևանցիներին չմոլորեցնեն ականջահաճող խոստումներով, падգամավոր Գեգամ Նազարյանը կոնկրետ առաջարկ ունի։ Օրենքով արգելել, որ ընտրություններից առաջ մետրոյի զարգացման մասին այլևս ոչ մեկ իրավունք չունի ոչ մի խոստում տալ։ Կարնե Մանգասարյան, Նորաշար Բաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։